Եվս մեկ հետաքրքիր հարց հետևորդից։ Երիտասարդ կինը հարցնում է ինչ անել, երբ ընկերդ գերանտաֆիլ է։ Ով չգիտի, գերանտաֆիլիան դա այն երևույթն է, երբ մարդը սիրահարվում է կամ հակվածություն ունի իրենից տարիքով շատ մեծ մարդկանց։ Տվյալ դեպքում այդ երիտասարդ կնոջ ընկերը, ինչպես հասկացա, սիրահարվում է շատ մեծ իրենից տարիքով կանանց։ Գերանտաֆիլիան ունի տարբեր պատճառներ, օրինակ դա կարող է լինել մանկական տրավմայի հետևանքով, երբ երեխան ընդունված չի եղել իր հասակակիցների կողմից կամ հալածել են իրեն, բուլինգ են ենթարկել և նա իր փրկությունը գտել է մեծահասակների մոտ, այսինքն այդ մեծահասակները ասել են, որ դու ուժեղ ես, վստահիր քո ուժերիդ, իրենց հարմարավետ է եղել մեծահասակների այդ շրջապատում, մեծահասակները իրեն այնպես են վերաբերվել, ինչպես որ պետք է հասակակիցները վերաբերվեն, մի խոսքով լավ հիշողություններ ունի նա, երկրորդ պատճառը նրանից է, որ իրեն պարզապես հետաքրքիր չի իր հասակակիցների հետ և նա գտնում է, որ տարիքով մարդիկ ավելի ինքնավստահ են, ավելի կայացած են, նրանց հետ ավելի հետաքրքիր է, եկեք շատ չխորանանք պատճառների մեջ, տեսնենք ինչ պետք է անել, մի դեպք էլ հիշեցի, ես մի այցելու ունեի, ով 10-12 տարեկանում սիրահարված էր իր հորեղբոր կնոջը և ուրեմն այն ժամանակ միգուցե գերանտաֆիլիա եղել իր մոտ, բայց նա մեծացել է իր մոտ անցել է, ինչու սա ասեցի, որովհետև միևնույն պայմաններում տարբեր մարդիկ են լինում, մեկը կարող է դառնալ գերանտաֆիլ, մյուսը ոչ, դա էլ արդեն կապված է իր անձնական հատկանիշների հետ։ Հիմա, այո, կարելի է փսիխոթերապիայի միջոցով աշխատել գերանտաֆիլների հետ, պարզապես եթե այդ մարդը ցանկություն ունենա, եթե չունենա, բնականաբար ոչ ոք իրան չի կարող օգնել և անիմաստ թե ժամանակի, թե գումարի ծախսը լինելու, այնպես որ դուք որոշեք, ենթադրում եմ ճիշտ չի այդպիսի հարաբերություններ ունենալ, գերանտաֆիլիայով տառապող մարդու հետ, որովհետև դուք երջանիկ չեք լինի, դուք ոչ մի ուրախություն չեք ստանա նման հարաբերություններից, լավ օր ձեզ։